Հայաստանում միկրովիրաբուժության հիմնադիրը։ Թվում է միայն այս կոչումը բավական է, որպեսզի մարդն իր առաքելությունը կատարված համարի։ Բայց բժշկի մասնագիտությունը նրա բազմաթիվ կոչումներից, առաքելություններից միայն մեկն էր։ Արտավազդ Սահակյանն ինքն իրենով բանաձևում էր մարդկային, ազգային, պետական արժեքների մի ամբողջ համակարգ։ Որպես քաղաքացի, որպես մասնագետ, որպես մարդ, լրիվ տարբեր էր։ Շատ դժվար է լինում նրան զսպել, որտեղ ըմբոստ էր։ Ըմբոստ էր, չէր կարողանում ընդունել անարդարությունը։ Թեքեյան մշակութային միությունը դեռ անցյալ տարվա նոյեմբերին էր նախաձեռնել Արտավազդ Սահակյանին պարգևատրել միության բարձրագույն պարգևով՝ Ադամանդակուռ Արարատ շքանշանով։ Ռուբեն Միրզախանյանը վարպետի հետ արդեն օր ու ժամ էր պայմանավորվել։ Նա էլ ընդդիմացել էր, թե ես արվեստի մարդ չեմ։ Երբևէ Ադամանդակուռ Արարատ շքանշանի չեն արժանացել հետմահու։ Եվ ես չեմ գտնում, որ դա այդպես է նաև այսօր։ Մի անգամ ես թվարկեցի, ովքեր են շքանշանակիրներ, Նորին Սուրբ Օծություն, Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը, Շարլ Ազնավուրը, որ այս դահլիճում ես մեծ պատիվ ունեի նրան դա հանձնելու, մեր արվեստի գրականության ամենանշանակալից դեմքերը։ Տեսեք 24 տարվա ընթացքում ընդամենը 26 հոգի են արժանացել այդ շքանշանին։ Եվ պարոն Սահակյանը ինձ ասում է, բայց տես, նրանք գրականագետներ են, արվեստագետներ են եւ այլն, իսկ ես բժիշկ եմ։ Ես փորձեցի չհամաձայնել։ Նա մեծագույն արվեստագետ էր իր գործում։ Ցանկացած վիրահատություն, որ նա իրականացնում էր, դա արվեստ էր։ Թեքեյան մշակութային միության Ադամանդակուռ Արարատ շքանշանը հանձնվեց նրա որդուն, բժիշկ Արամ Սահակյանին։ Մեր մեծ ընտանիքի համար շատ ուզիչ, բայց պատասխանատու է։ Ես մեր բոլորի անունից ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել պարոն Միրզախանյանին, Թեքեյան կենտրոնին եւ իհարկե հորս Վաղեմի եւ շատ սիրելի ընկերոջը Թաթուլ Մխիթարյանին։ Նրա հիշատակը այսպես վառ եւ ջերմ պահելու համար։ Արտավազդ Սահակյանին կարելի է ասել ամբողջ Հայաստանն էր ճանաչում։ Նրան միշտ սպասում էին նաև Սփյուռքում, Արցախում։ Եվ մեր ժողովրդի հատկապես արցախյան հատվածի կամքը կոտրել այդքան հեշտ չէ։ Ժամանակները վերջը փոխվում են երբեմն, թե չէ մնանք հուսալքված, վատատես, ուրեմն իմաստ չունի հայ մնալու կամ շարունակելու այստեղ ապրել։ Ես լավատես եմ, կարծում եմ, որ մի օր նորից համազգային զարթոնք կլինի։ Արտավազդ Սահակյանի հետ Արցախի հեռուստատեսության վերջին հարցազրույցը հետադարձ հայացք է գցում նրա անցյալին, ինչպես կատարեց առաջին փոխպատվաստումը, ինչպես էր նա երազում դառնալ ճարտարապետ, բայց դարձավ մարմնի ճարտարապետ, ինչպես է 1990-ականներին կազմակերպել Մեղրիի, Նոյեմբերյանի, Երասխի մարտերում վիրավորված մեր տղաների տարհանումն ու բուժումը, ինչպես է դիվանագիտական առաքելություն իրականացրել, մեկնել Արցախ, պատանդարվել, կազմակերպչական կարևոր խնդիրներ լուծել, Արցախում եւս բուժել մարդկանց, կյանք պարգևել։ Արտոնել մարդն է, որ ամեն ինչ կդներ զգացերանին, իշահ արտադրության, իշահ ազնվության, իշահ հայրենիքի։ Արտոնել մարդն է, որ ստեղծել է մասնագիտություն, որ կերտել է միկրովիրաբուժությունը Հայաստանում, հիմնադրել է այդ մասնագիտությունը Հայաստանում եւ այսօր ես այստեղ տեսնում եմ ակտուի շարունակությունը։ Իր մասին մի բան եմ ասեմ։ Ինքը մասնագիտությունը արդեն բարձրացրեց արվեստի մակարդակի։ Արտավազդ Սահակյանը 7 գյուտի հեղինակ է։ Ամենաանհավանական վիրահատություններ է արել ոչ միայն Հայաստանում, այլև օտար երկրներում։ Նա գիտնական էր, օժտված բժիշկ, որի համար իր հայրենիքը, ժողովուրդը բացարձակ արժեք էին։ Միշտ որ զանգել եմ Արտոյին, գարդիակը Արտոյին, որտեղ մենք իրար նույնը միշտ ասենք,
ինչքան է զբաղվածներ ասում էր, լավ, մի ժամից ավտովարկ, 2 ժամից աշխատեմ, հեսա վերջ ասում ավտովարկ եք եկավ։ Այդ օրն որ եկավ շատ նեղված է, ասեց, եթե չուղարկեր, կարող եմ մենք էլ չտնանք իրար։ Չգիտեմ սիրտ ինչ է տալ, հետո գնացինք մեր տուն, տղան ճանապարհացինք գնացինք մեր տուն, շատ ոգևորված էր, զանգեց ընդերից Ռոզի Արմենին, ու ես զարմացա, որտեղ ես, որ այդ խոսում եմ, ես խոսում եմ անգլերեն իր հետ։ Ինձ հետ հենց խոսում են զանգում են, սկսում ենք անգլերեն խոսալ, որտեղ ունենք անգլերեն են խոսում, շատ լավ անգլերեն են խոսում, բայց ես զարմացա Ռոզի Արմենի հետ, ինչ ֆրանսերենով խոսած։ Արտավազ Սահակյանը իրական լեգենդ էր, ֆենոմեն, մարդ հանրագիտարան։ Նրան ճանաչելը մեծագույն պատիվ է, ասում են բժիշկները, ճարտարապետները, լրագրողները, արվեստագետները, բոլորը։ Նրանք հուշեր են պատմում ամենաուժեղ մարդու ամենափխրուն զգացումներից։ Ու թվում է Արտավազ Սահակյանը իր մեջ ամփոփել է ամբողջ Հայաստանը, ամբողջ հայությանը ու նրա ցավը։ Այդ ցավն էլ նրան տարավ, մեզ թողնելով իր անժամանակ հեռացումի մեծ ցավը։